Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանումը կազմակերպելու հարցում արդյունավետ աջակցության, ինչպես նաև Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Իրանի ժողովրդին մարդասիրական օգնության առաքումն ապահովելու համար, ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներն անդրադարձել են երկկողմ օրակարգի որոշակի հրատապ ասպեկտների։ Նրանք վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը ռազմավարական գործընկերության ու դաշնակցային սկզբունքների հիման վրա տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա զարգացմանը։ Ադրբեջանի Եվրամիության համար շատ կարևոր գործընկեր է, հայտարարել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Անցած տարվա ընթացքում մենք ավելի ենք ակտիվացրել մեր հարաբերությունները եւ այսօրվա հանդիպումը դրա վառօրինակն է։ Իրանի պատերազմը ցնցում է համաշխարհային էներգետիկ շուկաները եւ այդ առումով մեր էներգետիկ գործընկերությունը կարևոր է քան երբևէ։ Եվրամիությունը պատրաստ է մոբիլիզացնել մասնավոր ներդրումները, աջակցելու Ադրբեջանի էներգետիկ անցմանը եւ օրակարգին։ CNBC-ի հետ հարցազրույցում Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիկոֆին հարցրել են, թե արդյոք Ռուսաստանն Իրանին է տրամադրում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վերաբերյալ հետախուզական տվյալներ, եւ եթե այո, ապա ինչու է Թրամփի վարչակազմը վերացրել պատժամիջոցները, որոնք արգելում էին Հնդկաստանին գնել ռուսական նավթ։ Ուիկոֆն ասել է, որ ինքն ու նախագահի փեսա Ջարեդ Քուշներն առանձին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հետ, որի ընթացքում վերջինս հերքել է հետախուզական տվյալների վերաբերյալ լուրերը։ Նա վստահեցրել է, որ Մոսկվան չի օգնում Իրանին ամերիկյան օբյեկտներին հարվածների հարցով։ Անկախ պետությունների համագործակցության տարածքում Ռուսաստանի տեղեկատվական աշխատանքը բարդանում է թշնամական սոցիալական ցանցերի դեմ մշտական պայքարի պատճառով։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համոզված է, որ ներքին Max Messenger-ը պետք է գերազանցի իր մրցակիցներին ԱՊՀ-ում։ Մենք սրընթաց կորցնում ենք արտերկրում մեր քարոզչական աշխատանքի գործիքակազմը, հատկապես մերձավոր արտասահմանում, պարզաբանել է Պեսկովը տնտեսագիտության բարձրագույն դպրոցում կայացած համաժողովում։